Բայց ասում են ուզում ենք, որ Հայաստանի համար առավել լավ պայմաններ լինեն այդ թղթով։ Լսեք, առավել լավ պայմանները ո՞րն է, երբ որ դու ունես քո երկիրը, որով որ դու անկախացել ես։ Ուզում եմ հասկանամ, պայմանագիրը երկկողմանի է բոլոր 17 կետերով։ Առավել լավ պայման են ուզում, թող հարցրեք, ասեք, օրինակ, չգիտեմ, 5-րդ կետը դուք ինչ տարբերակ եք առաջարկում կամ վերջի վերջո հարգելիներս Հայաստանի Հանրապետության օրինական ընտրված իշխանությունը համաձայնեցրել է եւ պայմանավորվածություն է ձեռք բերել։ Ի՞նչն ես ուզում։ Ադրբեջանցիները դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից ջերմուկից։ Հարգելիս, ուրեմն վերադառնում ենք սահմանազատման, սահմանագծման խոսակցությանը։ Ադրբեջանցիներն էլ ուզում են հայերը դուրս գան այն սանտիմետրներից, որտեղ որ հայերը առաջ են։ Մենք էլ ուզում ենք ինանք այն սանտիմետրներից, որոնք իրենք են առաջ դուրս գան սահմանագծում, սահմանազատում, այդ գործընթացը դրա մասին է։ Բայց այն ժամանակ ԳՇՊՏ ասում էր կսովածանան, մի քանի օրից հետ կգնան։ Իրենք դա երբ են եկել։ ԳՇՊՏ-ն էր ասում։ Ասրյանը։ Կսովածանան ինչ կանեն։ Կսովածանան հետ կգնան։ Ես անկեղծ ասած չեմ լսել այդ մեկնաբանությունը, բայց ես չգիտեմ այդ սովածանալը, ես ուրեմն այսքան խոսում եմ, պատմում եմ, ասում եմ, որ սահմանագծում, սահմանազատում, ասում եմ, որ Ալիևը ստորագրել է, ասում եմ պայման, ԳՇՊՏ-ը ասում էր, իրանք կսովածա, արի քննարկենք սովածանալու հարցը։ Սա լուրջ չի։ Սա լուրջ չի։ Իսկ Տավուշում մենք ոնց դա արեցինք, իրանք որևիցե տեղից հետ չգնացին, հա, չգնացին։ Բա որ տենց բանը հարց չի, իսկ ո՞վ ասեց, որ հեշտ հարց է։ Լսի, պայմանավորվածությունը ձեռք բերված է, թղթերը ստորագրված է, Ադրբեջանի նախագահան վավերացրել է ի հեճուկս ձեր բոլորի եւ ընդդիմադիրների խոսույթի։ Հիմա process է գնում եւ կտորներն է քննարկվում եւ քննարկումը ոնց են կանում, ինչ են կանում։ Այսինքն ինչ է ձեր ուզածը սրանից ավել, այսինքն ինչ կա, որովհետեւ չի արվել, որ մեր ընդդիմադիրները պետք է անեն եւ կարող են անել։ Իրանք ոչ մի բան չեն կարող անել։ Իրանց հետ ոչ մեկ չի բանակցելու։ Իրանցից որևիցե մի ուժի հետ ոչ մեկ չի բանակցելու։ Սամվել Կարապետյանը Եվրոպայում, աշխարհում ընկալվում է որպես ռուսական օլիգարխ, իրանց հետ ոչ մեկ չի բանակցելու։ Իր կապիտալը Ռուսաստանում է գտնվում, ինքը կախյալ վիճակում է, դուք պատկերացնում եք, որ ինչ-որ մեկ կարող է մի քանի միլիարդ դոլար փող ունենա Ռուսաստանում եւ ինքը անկախ լինի։ Ես կարծում եմ, որ նման նաիվ չենք։ Գագիկ Ծառուկյանը նույն իրավիճակում է գտնում, իր տղան գտնվում է Բելարուսում, պատասպարվում է Բելարուսում, ով մնաց տակը, Ռոբերտ Քոչարյանը բաց հայտարարում է, որ ինքը Ռուսաստանի շահերն է ստեղ սպասարկում, իր բոլոր խոսույթները, չգիտեմ, կարող եք Ռասիա 24-ին միացնեք եւ Ռոբերտ Քոչարյանի խոսակցությունը, այս տպավորությունն է, որ նույնիսկ դժվարությամբ թարգմանում է եւ ասում է, իրանք կարողանալու են ինչ-որ բան խոսել, իրանց հետ ինչ-որ մեկը խոսելու է, բաց տեքստով Եվրոպայի լիդեր երկրներից մեկը ասեց, մի քանի տարի առաջ իսկականով չէինք գա մենք այս երկիր, հիմա տեսնում ենք ձեր առաջընթացը, այն ինչ որ դուք արել եք, իրանք կարողանալու են, իրանք եկել են, իրանք գալու են, իրանց հետ բերելու են պատերազմ, մեղադրելու են մեզ, ասելու են նախկիններն են մեղավոր, մեղադրելու են մեզ եւ Հայաստանի Հանրապետությունը իր անկախությունը լավագույն դեպքում կնվազեցնի, իսկ վատագույն դեպքում շատ վատ բաներ ալին չեմ ուզում խոսել։ Այդ է պատճառը, որ առաջ են քաշում երաշխավորների ինստիտուտը, մասնավորապես Սամվել Կարապետյանի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել եւ մի տեսակ դժվար է պատկերացնել։ Եթե ես չեմ սխալվում, եվրոպական երկրներից մեկն էլ է իր նկատմամբ հետախուզում հայտարարել, ինչ վերաբերում է երաշխավորներին, եթե նկատել եք ոնց որ երաշխավորների վրա այս վերջերս դրոններ են ընկնում, բոլոր հնարավոր է Պարսկաստանին էին ասում, Պարսկաստանը պատերազմի մեջ հայտնվեց, Ռուսաստանին են ասում, այսօր 3 Մոսկվայի վրա մեծ քանակությամբ դրոններ են թափվել